ԱՄՆ գերագույն դատարանը համաձայնվել է սահմանադրության տեսանկյունից կրկին քննություն սկսել Թրամփի հրամանագրի օրինականության հարցը պարզաբանելու համար։ Խոսքը այն հրամանագրի մասին է, ըստ որի պետք է դադարեցվի ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը այն երեխաներին, ովքեր ծնվել են ԱՄՆ-ում, սակայն ունեն ապօրինի կամ ժամանակավոր կարգավիճակով այստեղ գտնվող օտարերկրյա ծնողներ։ Թրամփը բողոքարկել է Ստորին Ատյանի այս սահմանափակման մերժումը և այժմ դատավորները պետք է քննարկեն Թրամփի բողոքարկումը։ Նշեմ, որ հրամանագիրը դեռ չի կիրառվել որևէ նահանգում։ Գործի քննությունը նախատեսվում է գարնանը, իսկ որոշումը սպասվում է վաղ ամռանը։ Հրամանագիրը հանդիսանում է Թրամփի վարչակազմի ներգաղթի խստացման լայն ծրագրի մի մասը։ Իսկ այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Վերջապես հրապարակվել է ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը։ Հեղափոխական որոշումները կարող են պատմական շրջադարձի պատճառ դառնալ։ Մանրամասն կներկայացնենք թեմայի նրբությունները։ Ռազմավարության վերաբերյալ չուշացավ նաև Ռուսաստանի, ինչպես նաև ԵՄ-ի արձագանքը։ Կանեփի ոլորտում մեծ հեղաշրջումներ են սպասվում, այն վստահ դուր չի գալու արտադրողներին եւ դրանով զբաղվող աշխատակիցներին։ Նյու Յորքում առանձնահատուկ դաշնությամբ փայլող դեպք է տեղի ունեցել։ Կալիֆոռնիայի բնակչությունը վտանգված է սնկերի պատճառով։ Արձանագրվել են դեպքեր, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում կյանքի համար։ Լավ լուր Powerball վիճակախաղի սիրահարների համար նախատեսված ջեքփոթը հասել է ռեկորդային թվի։ Բացի ուշագրավ լուրերից, մենք պատրաստել ենք նաև ուշագրավ նյութ ԱՄՆ-ի երկու ամենահայտնի սուպերմարկետների ցանցերի մասին, որոնք այսօր ապահովում են երկրի բնակիչների կենցաղի ամենամեծ մասը։ Խոսքը իհարկե Costco-ի եւ Walmart-ի մասին է։ Մեր թիմը հավաքել է բազմաթիվ հետաքրքիր ու քիչ հայտնի փաստեր այս հսկաների մասին, այնպես որ բաց մի թողեք նրանց գաղտնիքներին ծանոթանալու հնարավորությունը։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ և ինչպես միշտ ձեզ կպատմեմ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող ամենաքննարկվող իրադարձությունների մասին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, չմոռանաք լայքել և մեկնաբանություններում գրել, թե որտեղից եք հետևում մեզ, իսկ մենք շարունակենք մեր հաղորդումը։ Այս ձմռան առաջին խոշոր փոթորիկը ձյան և սառույցի հսկա շերտով ծածկեց ԱՄՆ հյուսիս-արևելքն ու միջին ատլանտյան շրջանները, խաթարելով երթևեկությունն ու հանգեցնելով դպրոցների փակմանը։ Որոշ վայրերում ձնածածկույթը հասնում է մինչև 30 սանտիմետրի։ ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտնում է, որ ավելի վտանգավոր պայմաններ են սպասվում Փենսիլվանիայում, Նյու Յորքում, Մասաչուսեթսում և Մեյնում, որտեղ գործում են փոթորիկի վերաբերյալ զգուշացումներ։ Նյու Յորքի Քեթսքիլ լեռներում արդեն գրանցվել է մի քանի սանտիմետր ձյուն, ինչը ձմեռային սպորտի ոլորտում գործող բիզնեսների համար դիտվում է որպես սեզոնի հաջող մեկնարկ։ Իսկ Չիկագոյի Օ'հեյր օդանավակայանում 1951 թվականից ի վեր առաջին անգամ արձանագրվել է նոյեմբեր ամսվա ամենաբարձր մեկօրյա ձնածածկույթի ռեկորդը՝ ավելի քան 20 սանտիմետր։ Կարևոր նորություններ ունենք Սպիտակ տնից։ Հրապարակվել է Միացյալ Նահանգների նոր ազգային անվտանգության ռազմավարությունը, որը նշում է Ռուսաստանի հետ ստրատեգիական կայունության վերականգնման և Մոնրոյի դոկտրինայի վերաձևակերպման մասին։ Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն առաջնահերթություն է տալիս ոչ թե հեռավոր Եվրոպային, այլ հենց իր տարածաշրջանին, այսինքն Լատինական Ամերիկայում, Կարիբյան ավազանում, Կանադայում իր դիրքերին և ցանկանում է սահմանափակել այլ տերությունների ազդեցությունը վերանշված տարածքների վրա։ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ նոր փաստաթուղթը իրագործելի և իրատեսական ծրագիր է։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ նպատակ ունի հնարավորինս շուտ հասնել Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցմանը։ Ուկրաինական հակամարտությունը ներկայացվում է որպես եվրոպական անվտանգության համատեքստի մի մաս, մինչդեռ նոր ռազմավարության մեջ ԱՄՆ-ի հիմնական ուշադրությունը տեղափոխվում է դեպի Ամերիկա մայրցամաք։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են անհրաժեշտության դեպքում ուժ կիրառել, ինչպես նաև ներկայացվում է Մոնրոյի դոկտրինայի Թրամփի նոր մեկնաբանությունը։ Թրամփի խոսքերով ԱՄՆ-ն այլևս միտված չէ այլոց համար քաղաքակրթական պահապանի ռազմավարությանը։ Այսուհետ առաջնահերթություն են ԱՄՆ-ի ազգային, տնտեսական ու անվտանգության շահերը։ Թե ինչ է նշանակում այս ամենը, հետևությունները թողնում ենք ձեզ։
Այժմ խոսենք Ռուսաստանի արձագանքի մասին, որը դրական է գնահատել Թրամփի նոր ռազմավարությունը, նշելով, որ այն մեծամասամբ համընկնում է Մոսկվայի շահերին։ Փաստաթուղթը չի ներկայացնում Ռուսաստանին որպես ԱՄՆ-ի հիմնական վտանգ, այլ շեշտում է, որ Եվրոպան կանգնած է քաղաքակրթական սպառնալիքի դիմաց։ Ռազմավարությունը խոստանում է ԵՄ-ում սահմանափակել զանգվածային միգրացիան եւ ընդդիմանալ այն ամենին, ինչը ԱՄՆ-ն դիտարկում է որպես խոսքի ազատություն։ Սակայն եվրոպական պաշտոնյաները քննադատել են այս մոտեցումը, այն նմանեցնելով Կրեմլի հռետորաբանությանը։ Կոնգրեսը փոխել է կանեփի սահմանումը, ինչի հետևանքով հաջորդ տարվա նոյեմբերից հնարավոր է շուկայից դուրս մնա կանեփից ստացված արտադրանքի մեծ մասը։ Սա լուրջ հարված է լինելու կանեփի 28 միլիարդանոց արդյունաբերությանը, որը իր հերթին զանգվածային կրճատումներ է առաջացնելու։ Նշեմ նաև, որ ոլորտում 300,000 մարդ է աշխատում։ Նախ հասկանանք կոնգրեսի քայլի դրդապատճառը։ 2018 թվականին ԱՄՆ-ն դաշնային մակարդակով օրինականացրեց կանեփի արտադրությունն ու վաճառքը։ Օրինականացումը վերաբերվում էր այն տեսակներին, որտեղ դելտա 9 THC-ի պարունակությունը չէր անցնում 0.3%-ը։ Նշեմ, որ հենց THC-ն է պատասխանատու կանեփի հանգստացնող ազդեցության համար։ Խնդիրն այն է, որ շուկայում տարածվել են այլ հոգեակտիվ միացություններով ստացված արտադրանքներ, որոնք շրջանցում էին օրենքը։ Այժմ հասկանանք, թե ինչ է ընդունել կոնգրեսը։ Այս իրավական բացը փակելու համար վերասահմանվել է կանեփ հասկացությունը։ Այժմ եթե THC-ի ընդհանուր պարունակությունը գերազանցում է նորման, ապա դա կանեփ չի համարվում եւ անօրինականության դաշտ է անցնում։ Արդյունքում 2026 թվականի վերջից շուկայում ներկայիս արտադրանքի մեծ մասը կարող է անօրինական համարվել։ Ամերիկյան Ռիմիթլի ընկերությունը ուսումնասիրել է աշխարհի 170 խոշոր քաղաքները եւ համեմատել դրանք այն 5 ցուցանիշներին, որոնք ազդում են սթրեսի մակարդակի վրա։ Դրանք են օրական միջին ճանապարհի ժամանակը, ապրուստի արժեքի ինդեքսը, առողջապահական ինդեքսը, հանցագործությունների մակարդակը եւ տարեկան միջին օդի աղտոտվածությունը։ Աշխարհի ամենասթրեսային քաղաքը ճանաչվել է Նյու Յորքը, որը հնարավոր 10-ից հավաքել է 7.56 միավոր։ Նյու Յորքը առանձնանում է ծանր երթևեկությամբ, բարձր հանցագործությամբ եւ օդի աղտոտվածությամբ։ Բացի դա, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նյույորքցիները գնալով ավելի ու ավելի են անհանգստանում կյանքի բարձրացող արժեքից։ Երկրորդ տեղում էլ Դուբլինն է, որը ընդամենը 0.01 միավորով է զիջում Նյու Յորքին։ Երրորդ տեղում է Մեխիկոն, որտեղ հանցագործությունը համարվում է քաղաքի գլխավոր խնդիրը։ Մի քանի օր առաջ խոսում էինք, որ Նյու Յորքում հանցագործությունների թիվը վերջին 11 ամիսների ընթացքում նվազել է, բայց արի ու տես, որ դեպքերը շարունակվում են։ 18-ամյա աշակերտը Նյու Յորքի մետրոյում հրկիզել է քնած ուղևորին, նրան սպառնում է մինչև 40 տարվա ազատազրկում։ ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալներով դատարանը մերժել է հանցագործին տնային կալանքի տեղափոխելու միջնորդությունը։ Կատարած արարքի դաժանության պատճառով նա կմնա նախնական կալանքի տակ։ Քննչական տվյալների համաձայն երիտասարդը մետրոյի վագոնում թուղթը վառել եւ կրակը մոտեցրել է քնած ուղևորին։ Կրակը տարածվել է տղամարդու ոտքերի վրա։ CNN-ի հաղորդմամբ ծայրահեղ ծանր վիճակում տուժածը 56-ամյա անօթեբանը տեղափոխվել է հիվանդանոց։ Միջադեպի պահին վագոնում այլ մարդիկ չեն եղել։ Հրկիզելուց հետո հանցագործը լքել է գնացքը։ Դատական նախնական լսումները նախատեսված են հունվարի 4-ին։ Նրա փաստաբանը նշել է, որ նա նախկինում դատված չի եղել։ Վերջերս անդրադարձել ենք նաև հեպատիտ B-ի պատվաստման թեմային, որի վերաբերյալ թեժ վիճաբանությունները շարունակվում են։ ԱՄՆ պատվաստումների խորհրդատվական հանձնաժողովը փոխել է տարիներով գործող այն կանոնը, ըստ որի բոլոր նորածինները պարտադիր պետք է հեպատիտ B-ի պատվաստում ստանային։ Քվեարկությունը ուղեկցվել է թեժ վեճերով, մասնագետները զգուշացրել են վարակից պաշտպանության թուլացման վտանգի մասին։ 8 անդամներից 3-ը դեմ են քվեարկել, պնդելով, որ փոփոխությունը վնասելու է նորածիններին։ Այժմ գործող տնօրենը պետք է որոշի ընդունել առաջարկը, թե ոչ։ Սենատի առողջապահական հանձնաժողովի նախագահը նույնպես քննադատել է այս քայլը։ Նա շեշտել է, որ փոփոխությունը բարձրացնում է հիվանդության ռիսկերը, իսկ Թրամփը հակառակը ողջունել է հանձնաժողովի որոշումը, հայտարարելով, թե նորածինների մեծ մասին ոչինչ չի սպառնում, ուստի պարտադիր պատվաստումը պետք է վերացվի։
Մանհեթենում դաշնային ներգաղթի գործողություններից հետո Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Զոհրան Մամդանին կիրակի օրը հրապարակել է տեսանյութ, որտեղ հիշեցնում է ներգաղթային իրավունքների մասին, ընդգծելով, որ նրանք կարող են չպատասխանել ICE աշխատակիցների կողմից տրված հարցերին և հրաժարվեն համագործակցել։ Մամդանին շեշտել է, որ Նյու Յորքում ապրող շուրջ 3 միլիոն ներգաղթյալներ ունեն պաշտպանված իրավունքներ։ Նրանք առանց խոչընդոտելու կարող են նկարահանել ICE գործողությունները և թույլ չտալ, որ գործակալները իրենց տուն, դպրոց կամ մասնավոր տարածք մտնեն, եթե իհարկե օրինապահները դատավորի կողմից ստորագրված երաշխավորագիր ցույց չեն տվել։ Հայտարարությունը հաջորդել է վերջին միջադեպերին, երբ ցուցարարները Չայնաթաունում դիմադրություն էին ցուցաբերել ICE գործողությունների հանդեպ, փորձելով կանխել ներգաղթյալների ձերբակալությունները։ Այժմ անդրադառնանք Կալիֆոռնիային, որտեղ իշխանությունները հորդորում են բնակիչներին վերջերս գրանցված թունավորումների աճի պատճառով վայրի սնկեր չհավաքել և չօգտագործել։ Թունավորումներն արդեն հանգեցրել են առնվազն 1 մահվան և բազմաթիվ մարդկանց վրա ծանր հետևանքներ են թողել։ Թունավորումների վերահսկման համակարգը գրանցել է մահաբեր Dead Cap տեսակից առաջացած 21 դեպք, հիմնականում Մոնտերեյում և Սան Ֆրանցիսկոյի ծոցային շրջանում, սակայն վտանգը տարածվել է ողջ նահանգում։ Մասնագետները նշում են, որ այս սնկերը հեշտ է շփոթել ուտելի տեսակների հետ։ Անձրևաշատ եղանակը նպաստում է դրանց աճին։ Իշխանությունները զգուշացնում են, որ միայն փորձառու մասնագետներն են կարողանում տարբերել ուտելի սնկերը թունավորներից։ Powerball վիճակախաղի ջեքփոթը հասել է շուրջ 875 միլիոն դոլարի, դառնալով խաղի պատմության խոշորագույններից մեկը։ Խաղի պաշտոնական կայքի տվյալներով շաբաթ ուշ երեկոյան ելակետային թվերի հաղթող չի հայտարարվել։ Հաղթող համարվող թվերն էին 13, 14, 26, 28, 44, իսկ Powerball-ը 7։ Հաջորդ խաղը կայանալու է դեկտեմբերի 8-ին։ Այս ջեքփոթը Powerball-ի պատմության մեջ մեծությամբ 7-րդն է։ Հիշեցնեմ, որ այս տարվա սեպտեմբերին Միսսուրիում և Թեքսասում 2 տոմսերով շահած 1,787 միլիարդ դոլարանոց շահում էր գրանցվել։ Նշեմ, որ շահելու հավանականությունը 292 միլիոնից մեկն է։ Հաղթողները կարող են ընտրել միանվագ վճարման տարբերակը մոտ 403,6 միլիոն դոլար կամ ամբողջական մրցանակը տարեկան վճարումներով։ Ամերիկյան սուպերմարկետները վաղուց ուղղակի խանութներ չեն։ Այս յուրօրինակ մշակույթի երկու գլխավոր հսկաները Walmart-ն ու Costco-ն են։ Մեկը ամենամեծ գործատուն է ԱՄՆ-ում, մյուսը համարվում է մեծածավալ գնումների ամենահարմար տեղը։ Եվ երկուսն էլ վաղուց փոխել են ամերիկացիների գնումների սովորությունները։ Walmart-ը հիմնադրվել է Սեմ Ուոլթոնի կողմից 1962-ին։ Այսօր ամբողջ աշխարհում այն ունի ավելի քան 10,000-ից ավելի խանութ և համարվում է աշխարհի ամենամեծ ռիթեյլերը։ Բայց հետաքրքիրն այն է, որ Walmart-ը ԱՄՆ-ի մոտ 1,6 միլիոն աշխատողով ամենամեծ գործատուն է, այսինքն Walmart-ը ավելի շատ աշխատող ունի, քան ամերիկյան բանակը զինծառայող։ Եթե Walmart-ը ինչ-որ ապրանք որոշի չվաճառել, ապա բրենդը շուկայից կարող է պարզապես վերանալ։ Walmart-ի փիլիսոփայությունը թաքնված է մեկ արտահայտության մեջ՝ Everyday Low Prices։ Դրա համար ընկերությունը հաճախ ճնշում է մատակարարներին և նվազեցնում է ծախսերը։ Costco-ն հիմնադրվել է 1983-ին Սիեթլում, նույն քաղաքում, որտեղ բացվեց առաջին Starbucks-ը։ Սա անդամակցությամբ սուպերմարկետ է, որտեղ մուտքը միայն անդամների համար է։ Costco-ի Hot Dog Plus գազավորված կոմբոն 1985 թվականից մինչև հիմա նույն գինն ունի՝ $1.50։ Երբ ֆինանսական բաժինը ցանկացել է գինը բարձրացնել, ընկերության տնօրենը պատասխանել է. «Եթե Hot Dog-ի գինը բարձրացնեք, ես ձեզ աշխատանքից կազատեմ»։ Costco-ում շատ ապրանքներ վաճառվում են առանց եկամտի։ Ընկերության իրական եկամուտը գալիս է անդամավճարներից։ Costco-ի գլխավոր տնօրենը բացեիբաց ասել է. «Մենք վաստակում ենք ոչ թե ապրանք վաճառելով, այլ ձեզ ներս թողնելով»։ Պահանջված ամենատարօրինակ ապրանքներից մեկը դագաղներն են։ Այո, հումոր չեմ անում։ Հաճախորդները պարզապես պատվիրում են և Costco-ն դագաղը առաքում է տուն, ինչպես սովորական ցանկացած գնում։
Walmart-ի եւ Costco-ի բախումները հետեւյալ տեսքն ունեն։ Walmart-ը տալիս է էժան ամեն ինչ, ամեն անկյունում, իսկ Costco-ն քիչ ապրանք, բայց մեծ քանակ, լավ գին եւ վստահելի պորակ։ Գողությունից պաշտպանվելու համար Walmart-ում բանտային հսկողության նման քաղաքականություն է գործում։ Մինչդեռ Costco-ում հաճախ ոչ մի ստուգում չկա։ Նրանք հավատում են, որ եթե վճարել ես անդամ դառնալու համար, ուրեմն դու արդեն իրենց մարդն ես։ Այսօր Walmart-ն ու Costco-ն դարձել են հսկայական քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսին է ժամանակակից Ամերիկան։ Երբ մարդիկ լիզամբյուղներով դուրս են գալիս խանութից, վստահ լինելով, որ ապահովել են իրենց ամենօրյա կյանքը, դա հիշեցնում է մի պարզ ճշմարտություն՝ ամերիկյան սպառողական մշակույթը չի մատակարարում միայն ապրանքներ, այլ մատակարարում է անվտանգության զգացում։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Ալյասկայի եւ Կանադայի սահմանին 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաժարժ է գրանցվել։ Նախ ասեմ, որ ցունամիի վտանգ չկա, մինչև այժմ վնասների կամ տուժածների մասին տեղեկություններ նույնպես չկան։ Կանադայի սեյսմոլոգները ընդգծում են, որ վնասներ կրած տարածքները հիմնականում լեռնային են եւ քիչ են բնակեցված։ Լուրջ կառուցվածքային վնասների մասին տվյալներ այս պահին չկան։ Ցնցումը տեղի է ունեցել մոտ 10 կիլոմետր խորության վրա եւ ուղեկցվել է մի շարք թույլ հետցնցումներով։ Գևին Նյուսոմը Նյու Յորքի մամուլի համաժողովում արված լուսանկարի պատճառով հայտնվել է քննադատությունների կենտրոնում։ Լուսանկարում երևում է, թե ինչպես է նա ոտքերը խաչած նստած, ինչը որոշների կողմից գնահատվում է ոչ պատշաճ եւ նույնիսկ վիրավորական կեցվածք։ Ի պատասխան քննադատությանը Նյուսոմի մամուլի ծառայությունը X հարթակում տեղադրել է արհեստական բանականությամբ ստեղծված նկար եւ գրել. «Ժողովրդավարությունը պահանջում է ճկունություն»։ Այսօրվա համար նախապատրաստել ենք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորի նամակներն ու մեկնաբանությունները։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը։ Կհանդիպենք վաղը 5:30-ին։ Հաջողություն։